Նախընտրական լարված նյարդային շրջանը մոտենում է ավարտին, սակայն շիկացած մթնոլորտը ոչ միայն չի մեղմանում, այլև նոր դրսևորումներ է ստանում։ Այսօր Հանրապետություն կուսակցությունը հայց է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով ուժեղ Հայաստանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Այն, որ ընտրարշավի վերջին ակորդում նման զարգացումներ էին հասունանում, կանխատեսելի էր, հաշվի առնելով թե Եվրաչին օվնիկների կողմից հնչող թափանցիկ ակնարկները, թե Մոլդովայի հայտնի սցենարի հետ տեսանելի զուգահեռները, երբ այնտեղ նույնպես իշխանությունները հենց քվեարկությունից օրեր առաջ խաղից դուրս թողեցին ընդդիմադիր ուժերին։ Ակնհայտ է, որ Փաշինյանը զգում է, թե ինչպես է ոտքերի տակի հողը դառնում փխրուն։ Իշխանական կաբինետներում հասկանում են, եթե ապագա խորհրդարան անցնեն 3-4 ընդդիմադիր ուժեր, ապա Փաշինյանն ու իր թիմը մեխանիկորեն կորցնելու են բացարձակ վերահսկողությունը եւ վերածվելու են փոքրամասնության, ընդդիմություն դառնալով նոր խորհրդարանում։ Իսկ Փաշինյանի համար իշխանության կորուստը հավասարազոր է քաղաքական եւ անձնական աղետի բոլոր անկախատեսելի ու ծանր հետևանքներով հանդերձ։ Հենց այս մղձավանջից խուսափելու համար էլ գործի է դրվում արբանյակային ուժերի ձեռքերով մրցակիցներին մաքրելու եւ սեփական կաշին փրկելու հուսահատ մարտավարությունը։ Պատերազմի երագլուխ կուսակցությունը եւ նրանց պոչերը ապրում են իրենց քաղաքական կյանքի վերջին ժամերը։ Ամփոփելով այս քարոզարշավը, թերևս գլխավոր արձանագրումն այն է, որ խորհրդարանական ընտրությունները ըստ էության ընթացան նախագահական ընտրարշավի տրամաբանությամբ եւ կանոններով։ Հիմնական շեշտը դրվեց ոչ թե քաղաքական թիմերի, գաղափարների կամ ծրագրերի, այլ բացառապես անձերի վրա։ Տպավորություն էր, թե քաղաքացին գնում է ընտրելու երկրի միանձնյա ղեկավարի, այլ ոչ թե խորհրդարանի կազմ, քաղաքական թիմ եւ որակյալ օրենսդիր մարմին։ Ռոբը, արի մի րոպե մի գնա, ես ձեր կզացնելու եմ, եթե դուք ռոբն եք, ռոբիներ եմ կզացնելու, կարուգացուներ եմ կզացնելու, գագոյներ եմ կզացնելու, Սերժիներ եմ կզացնելու, եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնելու եմ, ռոբին կզացնելու եմ, հիմա եմ անելու, կզացնելու եմ և կզացնելու եմ։ Քարոզարշավի վերջնագիծը վերածվեց բացահայտ հիստերիայի, Փաշինյանի ելույթներն ուղեկցվեցին էմոցիոնալ նոպաներով, ոչ ադեկվատ պորտկումներով, տհաճ, երբեմն փողոցային բառապաշարով։ Քաղաքական խոսույթին եւ գաղափարների բախմանը փոխարինելու եկան մարդկանց հետապնդելու, քաշքշելու, ուժ ցուցադրելու եւ քաղաքացիներին բացահայտ վիրավորելու տեսարանները։ Այս վարքագիծն ակնհայտորեն ցույց դրեց Փաշինյանի նյարդային վիճակն ու հավասարակշռության կորուստը։ Դուք ես կենթանի ընդհանրապես, դուք ես կենթանի, դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին եք խոսում, այդ տական, ինչ ես կենթանի, ինչ ես կենթանի, ու բանը, Սարամանյանը ինչ է կենթանի, են մյուսները, ձեր ազգային ժողովի պատգամավոր կոչվածներին չեք կենթանի։ Հատկապես Արցախի կորստի, արցախցիների ողբերգության եւ հազարավոր զոհերի մասին հիշեցումներն էին բառացիորեն հունիցանում Փաշինյանին քարոզարշավի ողջ ընթացքում։ Եվ դա բնական է, սա Փաշինյանի անձնական եւ քաղաքական պարտությունն է։ Նա վստահաբար շատ լավ է հասկանում աղետի իրական մասշտաբները, որոնց առաջ կանգնեց երկիրն իր կառավարման տարիներին։ Կատարվածը մարսել կամ ջնջել հնարավոր չէ, ինչ էլ խոսվի ամբիոններից, ինչպիսի շեշտերով էլ փաթեթավորվի իրականությունը եւ ում վրա էլ փորձարվի բարթել մեղքը։ Միևնույն է, նա հայոց պատմության մեջ արդեն մտել է որպես այս մեծագույն աղետի գլխավոր պատասխանատու։ Հենց այս անխուսափելի իրողության գիտակցումն էլ ծնում է այն ներքին տագնապն ու ագրեսիան, որը հանրությունը տեսավ նախընտրական հարթակներում։ Ով եք դուք արա, Արտուրոսը տանեմ, գլուխը պատին ես տովել Արտուր, գնայր զոհվել մեր երեխեքի տեղը, Արտուրոսը տանեմ, պալանչի աննասումներ, ձեզ Հայաստանից արմատախիլ եմ անելու, ստահակներ, դուք ինչի եք կենթանի։ Փաշինյանն իր թիմի հետ հավատարիմ մնաց իր ավանդական մարտավարության, այս անգամ եւս քարոզչության առանցքում նախկիններն էին։ Սակայն ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ այդ մարտավարությունն այլևս նախկին էֆեկտիվությունը չունեցավ։
Այսօր adekvat եւ ստապ դատող ընտրողը նախկինների հասցեին հնչող յուրաքանչյուր քննադատությանը պատասխանում է տրամաբանական հարցադրումով։ Դուք արդեն 8 տարի է իշխանության եք, ունեցել եք բոլոր լծակներն ու հնարավորությունները պայքարելու այդ երևույթների դեմ։ Ինչու եք ընտրությունից ընտրություն կամ միայն ձեզ հարմար պահերին կոմպրոմատային պատերազմ վարում նրանց դեմ։ Այս ամենի ֆոնին քարոզարշավի վերջին ակորդները համեմվեցին ուժային կառույցների ակտիվ միջամտությամբ։ Այսօր շարունակվել են բացահայտ քարոզարշավային բնույթ կրող ձերբակալությունները։ Ընդհանուր պատկերը հետևյալն է. Փաշինյանի ուղերձն ընտրողին մնացել է նույնը ինչ տարիներ առաջ։ Ընտրեք ինձ, որպեսզի պայքարեմ նախկինների դեմ։ Սակայն հիմնական հարցը, որի պատասխանը կտան ընտրությունները, հետևյալն է. որքանով է պատրաստ հանրությունը 8 տարի անց նորից գնել նույն քաղաքական պրոդուկտը։ Ի վերջո հիշենք, հունիսի 7-ի քվեարկությամբ ոչինչ չի ավարտվում, այլ ընդամենը սկսվում է։ Հանրությունը պետք է գիտակցի մի պարզ ճշմարտություն. եթե իշխանությունը փոխվի, հունիսի 8-ի առավոտյան բան չի փոխվելու իր կյանքում, երկրի կյանքում, եթե քաղաքացին ինքը տեր չկանգնի իր երկրին։ Ինչքան էլ քաղաքական մյուս ուժերը հանդես կան ամենագեղեցիկ ու աներևակայլի խոստումներով, միևնույն է դրանք կմնան թղթի վրա, եթե ընտրողը շարունակի երկրի ու պետության հետ վարվել այնպես, ինչպես վարվել է նախորդ տասնամյակների ընթացքում, եթե քաղաքացին նորից ընդամենը իշխանություն տա ու աչք փակի այն բանի վրա, թե ինչպես է իրացվում այդ իշխանությունը, ապա աղետալի ընթացքը կասեցնել չի հաջողվի։ Առանց հանրային անդադար վերահսկողության, առանց սեփական պետության հանդեպ անձնական պատասխանատվության երկիրը պարզապես կշարունակի իներցիոն ուժով կահավիժել։ Ընտրությունը պետության ճակատագրին ամենօրյա ռեժիմով տեր լինելու հանձնառություն է։ Հունիսի 7-ին պետք է գնալ ընտրության, պետք է կատարել գիտակցված քայլ եւ քվեախցիկի մոտ լինել ոչ թե լոկ էմոցիաներով առաջնորդվող ընտրող, այլ սեփական հայրենիքի ապագան կերտող պատասխանատու քաղաքացի։ Գնանք ընտրության եւ տեր կանգնենք մեր պետությանը։